շատ են քննարկում, որ HR մասնագետները օրինակ հարցազրույցից հետո feedback չտվեցին, մարդը գնում է հարցազրույցի, սպասում է որոշակի արձագանքի ու ոչինչ չկա։ Իհարկե, այստեղ գուցե ինչ որ հատվածներում կարող է լինի HR-ի բաց թողումը, բայց ես մի հատ այսպիսի հանգամանք կա, որ ուզում եմ շեշտենք։ Եթե մենք հիմա խոսում ենք AI-ից, արհեստական բանականությունից, այն զարգացման տենդենսներից, որով որ մենք այդ ճանապարհով գնում ենք, քո նշած ավտոմատացումը, որ օրինակ որոշակի HR-ական հաստիկներ, օրինակ որ հետադարձ կապի պիտի դուրս գա, ավտոմատացված որոշակի ծրագրեր լրիվությամբ կարողանում են փակել, ու մարդը ֆիզիկապես կարիք էլ չունի նստի հերթով մեյլեր գրի կամ զանգի ասի, գիտեք ինչ կա, ձեզ այս ինչ պատճառով չենք դիտարկում։ Եվ դա ոչ թե դա իհարկե HR-ի գործիքն է, բայց դա ներդնողը պետք է լինի ընկերության ղեկավարը, այդ բյուջեն, այդ միտքը, մտածողությունը պետք է ներդնի ընկերության ղեկավարը, բիզնեսմենը, որը մտածում է, որ դա կարևոր հանգամանք է։